Քաղաքական ուժերի հետ դուք հարցը կտասնարեք։ Քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, ինչ քննարկումներ են եղել այս ընթացքում եւ Սամվել Կարապետյանի կոնսոլիդացիայի կոչից հետո ինչ կոնկրետ պայմանավորվածություններ ունեք, որ այս պահին կներկայացնեք։ Տեղի ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ իրենց հետ ընդհանուր քննարկումների մեջ ենք, մտածում ենք այն ռազմավարությունը, որ հետագան պետք է ունենանք։ Արտախորհրդարանական ուժերի չէի ուզենա ասել, ով որ վերջնական համաձայնության կգանք, հիմնական հարցը փոշիացման դեմ պայքարն է։ Ապագայում փոշիացումը բերել է այսօր այն խնդրի, որ իշխանությունը ունենալով 50% մինուս ձայն, այսինքն 49% մեծամասնության ձայն չունենալով, իշխանությունը փորձում է հնարավորություն գտնել վերարտադրվել։ Այդ օրենսդրական մեխանիզմներով անվտանգային այդ աղետները, որոնք մատնանշել եք, կկարողանաք հաղթահարել ըստ ձեզ։ Հանրաքվե առանց այսօր հանրաքվե իշխանությունը չի կարողանա անել։ Այսօր արդեն չի կարողանա, բայց եթե Սահմանադրական դատարանը գտնվի դատական Հայաստանում օրենքի, իրավունքի, գերակայության, տրամաբանության մեջ, մենք հնարավորություն ենք ունենալու նաև 3/5 սահմանափակումը կիրառել իշխանության դեմ եւ այդ պարագայում շատ են սահմանափակված լինելու իշխանության հնարավորությունները։ Քաղաքական առաջնորդներին իզոլացնեն։ Իզոլացնում են տասնյակ ցուցակի գրեթե բոլոր անդամներին փորձում են իզոլացնել։ Դա պայքար է։ Պարոն Կարապետյան, կներեք, Պարոն Կարապետյան, այսօրվա հանդիպման հետ կապված կա այսպիսի մեկնաբանություն, որ դուք արդեն ունեք ձեր գրպանում մանդատները վերցնելու որոշումը եւ հիմա դա փորձում եք նետել քաղաքացիների գրպանը, ասեք քաղաքացիներն են դա ուզում, կա նման բան, թե չէ դուք ունեք նման որոշում։ Տեսեք, առաջի օրը ընտրությունների հաջորդող օրերը գրեթե թիմի մեծամասնությունը ցանկություն ուներ չվերցնել մանդատները։ Հետագայում մենք մի քանի ճանապարհներ են, քննարկումներ ենք ունենում, որ վստահ ասեմ ունենք արդեն նախանշած վերջնական ճանապարհ, չեմ կարող ասել, որ ունենք։ Ժամանակի ընթացքում կարծում եմ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում, հետագա քայլերի պլանավորման որոշման արդյունքում մենք հանդես կգանք հայտարարությամբ, դա լինելու է մարդկանց աչքի առաջ, թափանցիկ, այդտեղ պայելու բան չկա։ Տեսեք, ոչ դրական վերաբերմունք են արտահայտել կառույցի գործունեության վերաբերյալ։ Դա կա, բայց մենք չենք կարող մերժել պետական բոլոր ինստիտուտները, չեն կարող մերժել պետական ինստիտուտները